Բարի լույս, սիրելի հետևորդներ ջան, շուրջ բոլոր, անձրևային ամպեր են հավաքվել էլի, 3 կարևոր եղանակ էր, 3 վլոգ չեմ պատրաստել, այդպես դասավորվեց, բայց ես շատ գործեր եմ արել, այսօր իմ ազատ օրն է սկսվել, 3 օր ազատ եմ լինելու, այսքան փորել էի այն օրը ու հենց սենց էլ թողել էի, 3 օր առիվային եղանակ էր, լրիվ ուրիշ գործեր եմ արել, ինչ որտեղ նաև մի փոքր հանգստացել եմ, քանի որ այդ արևի տակ ուղղակի անհնար էր աշխատել, ու բացի այդ էլ շատ կողմնակի ձայներ կային, մի քիչ էլ երևի դա էր պատճառը, որ չկարողացա իմ բաղ ու բաղջից գոնե մի փոքր ձեզ միանալ, հիմա եկել եմ այստեղ շարունակեմ, անձրևը կատկթում, չգիտեմ, անձրևը կխանգարի իմ գործերին թե ոչ, բայց ես գործ եմ անելու, կարալյոկի ծառերը արդեն սկսել են ծաղկել, վաղն էլ անձրևային տված, շատերդ գիտեք, եթե իհարկե հետևում եք եղանակի տեսությանը, տեսնենք, պետք է որ ամեն ծառ ու ծաղիկ էլ արևային եղանակին փոշոտում կատարվի, որպեսզի բերք ստանանք, բայց անձրևները փոշոտմանը նույնպես շատ են խանգարում, ստեղ իմ ամփուշմոշի թփերի շարքն է, լավ մեծացել են, լավ մշակել եմ, կապելու է, բայց առայժմ պետք է հողը փորեմ, ինչ ասեմ, սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ գնալ մի քիչ սուս-փուս գործ անել, հետո տեսնենք, Աստված առաջ, ձեզ կմիանամ, մի քիչ էլ ձեր հետ զրուցելով կաշխատեմ, գիշերն էլ շատ անձրև եկել, չնայած որ 3 անձրև չէր և շատ ուժեղ շոգ էր, բայց գիշերը, չգիտեմ թե որ ժամին, այնքան անձրև եկավ, այնքան ամպը գորգռաց, սիրելի հետևորդներ ջան, ինչևէ, ամառը այդպիսին է սկսվել և թող Աստված բոլորիս էլ քաղցր աչքով նայի, գնամ մի քիչ աշխատեմ, խոսքը բերանից անձրևը սկսվեց, ինչ արած, գործս թողում եմ ու գնամ տուն, երեք որ բալբա էի քաղել, մաքրել եմ, լվացել եմ, դրանով կզբաղվեմ, մինչև գնալս ցույց տամ իմ խնձորեն ու առատ ու սիրուն բերքը, շատ լավ է, մենակ թե կարկուտ չգա, չվնասի ու հալալ զուլալ մեր բերքը հավաքենք, մոտեցնեմ, այսքան մեծացել է, շատ լավ է, թորներս կգան կուտեն անուշ, այս կողմինը բան, տեղ ավելի է խոշոր, դե ինձ սիրել հետևորդներ ջան, անձրևը չի թողնի, որ իմ տեսաղցիկը միացնեմ, որ ձեր հետ գործ անեմ, զրուցեմ ու ժամանակն էլ տենց հեշտ է անցնում, գնանք տուն, ստեղ վարդերս են, շատ սիրուն են, առատ կոկոմներ կա նաև, լրիվ գործերն է կիսատ մնում, անձրևը շատ է խանգարում, տեսեք կեքի գործն էլ կիսատ մնաց, վարդերս են բացվում, և այդ ամեն ինչին հակառակ տրամադրություն են բարձրացնում, սիրուններս, անձրևը գնալով վարարում է, արևներս, ավազեսարը, վարդերի շարքը, այստեղ էլ են բացվում սպիտակ վարդերը, սիրելի հետևորդներ ջան, այս ծաղիկը, որ նվեր էի ստացել, ինքը նման եղանակներին փակվում է, քնում է, լիլիաներս են բացվել, գեղեցկուհիներս և ծիրանագույն վարդերը, ճիշտ են ասում, որ բարձր տրամադրությունը ոչինչ չի կարող խանգարել, անգամ այս պահին, որ անձրև է գալիս, ես հիանում և հիացնում եմ իմ ծառ ու ծաղիկներով, մեղուներիս 3 եմ նայել, նկատում եք, մյուսին երկրորդ հարկ եմ ավելացրել, այնպես որ պարապ չեմ մնացել, դարձերն էլ են մեծանում, մոտեցնեմ, տեսակ, տերևների տակ թաքնված, գնացինք, բերքի տակ ամտել, նապել ես կողմից,
Այ, մեղուներիս երկրորդ հարկը, ասեմ, որ այս անձրևները մեղուներին էլ են խանգարում։ Ոյ, սկսվեց։ Բարակույն էլ հետ կաշան, զենակը լուսավորվի։ Այսօր կիրակի է, սիրելի հետևորդներ ջան, խաղաղ անձրևակալի։ Լույս էլ չունենք, մի քիչ առաջ են տվել։ Առավոտը սրանով եմ միացրել գազը, որի կոֆեն եփեմ։ Կոֆես խմել եմ, գնացել իմ աշխատանքին։ Այսօր էլ չեմ գնալու և 3 օր այս պահից է սկսած ազատեմ ու տանեմ, լիքը գործեր կանեմ, բայց անձրևը խանգարում է։ Մազերս որ սենց ոչիկ եմ անում, այս մասերը դեռ չի հավաքվում, չի գնում, որ այստեղ ամրացնեմ, սպասում եմ, որ էդ էլ երկարի և լավ շամպուն ու բալզամ եմ արել, սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ ցույց տալ ձեզ, կիսվել ձեր հետ, տեսնեմ դուք ինչպիսի բալզամ և շամպուն եք օգտագործում, արդյոք սիրում եք թանկարժեք շամպուններ և բալզամներ օգտագործել, թե ուղղակի, որը պատահում վերցնում եք։ Օրինակ, ես նկատել եմ, որ մարդիկ կան, ավելի ճիշտ կանայք կան, որ ասում են, հա դե շամպուն է էլի, այնքան մեր մազերը լվանք մաքուր լինի, բայց շատ կանայք աղջիկներ էլ կան, որ իրենց սիրելի շամպունը և բալզամն են օգտագործում, ֆրանսիական ֆիրման է, սիրելի հետևորդներ ջան, ահա, գնել եմ ապտեկայից, Alpha-Farm ապտեկա ունենք մեր մոտ, Ադամի խոզանակ և Alpha-Farm-ի տոպրակը։ Նորից այստեղ, քանի որ կտանեմ, ես էլ հոգարանում սիրուն կշարեմ և օգտագործեմ, մազերս փափուկ կլինեն և շուտ կերկարեն, այս շամպունը չի թողնում մազերը ճյուղավորվի, փափուկ է պահում և սնուցում է, մազերս շուտ կերկարի, ուզում եմ երկարացնել մազերս, այս մասերն էլ երկարի, որ ես էլ հասկանամ, թե ոնց եմ իմ մազերը հավաքում։ Դե քանի որ կիրակի է, սիրելի հետևորդներ ջան, բոլորիս խաղաղ կիրակի, թե պետք է անձրևային է, չգիտեմ, միգուցե ձեր մոտ էլ այս պահին անձրև գալի, քանի որ ամբողջ Հայաստանի տարածքով է անձրևային եղանակ, չնեղվենք այս անձրևից, մեր կոֆեն եփենք, կամ էլ մեր սիրելի թեյը, կամ էլ ինչ-որ մի հաճելի հյութ վերցնենք և անձրևը վայելենք, հետո նոր կշարունակենք մեր գործերը կատարել։ Այսպես, սպասեմ իմ կոֆեն եփի, բաժակս եմ մոտեցրել այստեղ, մինչև կեփի քաղածս բալբաներ ցույց տամ, որը 3 եմ քաղել, լվացել ու ցանցոցի մեջ եմ դրել։ Դեռևս ջրքանվում է, մի հատ տակու երես անեմ, մոտ պահեմ, որ ցույց տամ, դες ինչքան փարթամուտի բալբա եմ քաղել, մի հատ մոտեցնեմ, հավեսի բերեմ, որ դուք էլ բալբա քաղեք ու համով ճաշ եփեք։ Տեսնում եք, ես ինչքան շատ է, և սա 2 ճաշի բալբա է։ Լրիվ քաղել եմ, քանի որ տեղը հնձեցի և ուզում եմ մաքրել այդ տարածքը, ամբողջ բաղջում էլ կա, ստեղ ընդեղ կա, արմատները կա ու միշտեղ կա ու կա։ Սրա կեսը պետք է սառցեղցիկ տեղավորեմ, երբևիցե չեմ փորձել այդ տարբերակը, սիրելի հետևորդներ ջան։ Մի մասը ճաշ կեփեմ, բայց քանի որ անձրև է, նաև չկարողացա գնալ և իմ բերք ու բարիքից հանել, այսինքն կարտոշկա հանել, որը կլինի առաջի բերքը, չնայած այն անգամ, որ հանել էի, շատերդ գրել էիք, որ առաջի բերքը ուրախության, ճիշտ է, դա էլ էր որպես առաջի բերք, բայց քանի որ ոչ ջրել էի, ոչ մշակել, դրա համար իմ համար դա առաջի բերք չեմ համարում և որը որ ցանել եմ այս տարի, մշակել եմ, գիտեք, ձեր հետ եմ կատարել այդ գործերը, այ դա համարում եմ, որ իմ բաղ ու բաղջի առաջի բերքը կլինի։ Իմ կոֆեն եփվեց, հետևորդներ ջան։ Դե, երբ որ այսպես եմ անում, նշանակում է դուրս եմ գնում և այստեղ իմ սիրելի վայրում չեմ նստում, ուզում եմ գնալ դուրս, քանի որ անձրևը խաղաղ է գալի, բալկոնում նստեմ և այդ խաղաղ անձրևի ձայնը
զգամ, վայելեմ, քանի որ դա նյարդեր է հանգստացնում եւ շատ շատերս անձրևի ձայնը սիրում եւ հանգստանում ենք դրանից։ Տեսնեմ, եթե հարմար լինի, կմիանամ ձեզ եւ միասին կվայելենք։ Անձրևը կտրվեց, հատուկենտ կաթիլներ ա գալիս, ես ստեղ, որ աթոռ ունեմ մշտական, նստեցի, դուք էլ տեղավորվեք ձեր սիրելի վայրում և կոֆե խմենք, բայց քանի որ անձրևը կտրվել ա, ու իմ գործն էլ հողը փորելու հետ ա, հեշտ կփորեմ, այսինքն օրը հով ա և ես իմ գործերը հանգիստ կանեմ, տաքա դեռ կոֆեն, չնայած եղանակը սառն ա, ցուրտ տատակը դուր ա գալիս, թևավոր շոր չհագա։ Մի պահ գնացի տուն, ասեցի ժակետը բերեմ ու սերիս գցեմ, հանկարծ չմրսեմ էլ, իմանավանդ բալկոնում արդեն քամի ա, բայց թե էլի հետ տարա, մտածեցի, որ ավելի լավ ա, ինձ շատ տաքին չսովորացնեմ էլի, անձրևն էլ որ կտրվել ա, կոֆես խմեմ ու գնամ սկսեմ հողը փորել, շատ լավ ա։ Սիրելի հետևորդներ ջան, այս մեր փետի բալկոնի մասն ա, որը ուզում եմ այս քանդվի ու առաջատարվելու, այդ երկաթները մի քանի տարի առաջ սարքել եմ տվել, առաջ եմ տարել, էսա ցույց կտամ։ Այս անձրևները շինարարությանն էլ ա խանգարում, քանի որ ցեմենտ բիտոն պետք է արվի, այս բալկոնի գրիշը պետք է հանվի մի խոսքով, ստեղ էլ այդ գործերին խանգարում։ Չգիտեմ, անձրևը ես միշտ սիրել եմ, սիրում եմ, որ անձրև ա գալի, բնությանը նպաստում ա, բայց ախր խանգարում ա գործերին, հարցը դա է ամբողջ։ Դե ես կոֆես վայելեմ ստեղ, սիրել հետևորդներ ջան, հետո գնամ արդեն հողը փորելու ու ընդեղից ես կմիանամ։ Մենակ խոհանոցի լուսամուտի կողքին նստելով չի իմ սիրելի վայրը վերջանում, նաև այստեղ ա, սիրելի հետևորդներ ջան, երբեմն էլ այստեղ եմ նստում, նայում եմ դեպի իմ հրաշք այգին, ահա տեսեք ինչ տեսարան ա բացվում, որ միշտ ես ցույց եմ տալիս, այստեղ էլ եմ միշտ երկար նստում, իմ կոֆեն վայելում, նայելով այս հրաշք բնությանը, որի ներքո իմ շնորհ գյուղն է, Սուրբ Սարգիս մատուռը, կիրակի օրով Աստվածով մի բոլորիս և բոլորիս գործերին էլ հաջողություն բերի, սիրելի հետևորդներ ջան, հիմա ուզում եմ ցույց տալ այդ երկաթե մասերը, որ տարիներ առաջ ես ամրացրել եմ տվել, այ այն կողմից, ինչև այնտեղ ձգվում ա, չնայած այս պահին մեր բալկոնը ամբողջ տան երկայնքով ա, բալկոնը ուզում եմ կարճացնեմ, ահա այդ ստոլբեքը ամրացրած ա, մի խոսքով ինչև տան այն մյուս կողքը, այս էլ իմ գործանելու տեղը, այնքան տեղը փորել եմ, վերևից ցույց տամ, այդ պատի մասն էլ եմ մաքրել, մի խոսքով արդեն պատրաստվում եմ գնամ գործի շարունակեմ, եկել եմ բախչեն, բայց մի քիչ պետք ա սպասեմ, որ այդ եկած անձրևը փողը քաշե ջանը, այս էլ այս կողքի խնձորներն ա, այս ամառվա խնձորն ա, վարդևորից հետն ա հասնում, լավից վատից կա էլի, ինքը ընդհանրապես շատ բռնող ծառ ա, բայց անձրևը շատ վերարավ էլի բերքը, մի քիչ կենամ էլի, փողը ջանը կքաշե այդ եկած անձրևը, այդ ընթացքում պարապ չեմ կենում, լագանը բերել եմ, իմ ծակ լագանը, որ խոտ հնձեմ, այսքան տեղն ա հնձելու, այս տարածքից, ավլուկնին էլ ա ծաղկել հրես, այն երկու հատը, այսքան տարածքը հնձած բրծած ա, մնում ա գազի տրուբի ստենը, ես սկսեմ,
Քանի լավ, այսքան բառից է։ Ծաղկածավլուկն սա ես սա, ես արես վերեմ, լովակով է թատվել է, չորսի կուրը հնձեմ, մի հատ էլ որի կրանը կա, լովակոլի շատ ախնգարում, ստի որ գերանդվով անեմ, տարվա պատահաբար, այս ավլուկի թուպը բոգեմ էլի, թողել եմ, Սերմակալվի, սերմալիրոնել է, դենակ բանց կլի, ես գրացավ, ես կողքից գերանդ եմ տամ, ինչ էր պակասայ, որ բոգ է, աղոքի թուպ, ասիս շատ լավ հնձեց ես կանտեղը, դետինը բացել էր, էլի թուպն էլ սա, ես սա, Ցածր եմ դրել տեսախցիկս, որ հավես էլի էլի ցես, ես հնձելու պահը, ես կողքնել, էլի չորսի կուրը ձեռով, դեսրանով չավարտվեց, դուգան կմշակ եմ, առաժմ բացար ես կանը, կողքնել, Ես մենա, ես ոնց ապթատվել հլա, կնջով սիրում ծաղկել է, լոբա քոլերը, ավերի բաժին դարան, լոբա քոլերը, Պրծա հնձելը, տամ իմ հավերիս տամ, այսար սենց գալիս չէ, սա լոբակոլն անում, եգնիցը հետ պթատվում այն ամենա կարճ խոտերին, ես ինչ է, ապա, աչկիս գերանդիս սրելու ա, շատ շուտ ա պնջվում, ասել խոտելով, ծաղկախորի, Այս էլ հվակ եմ, խնդրեմ լոբակոլին հլադես, ինձ հանը ես իրասերները չվնասվի, ես ինչքան լավն ահլա, կթաղամ ստեղ, ես է ծերով բոգում, լականը բերեմ, Всё. Հավերս գործնել, արի։ Մի հատ էլ ցույց տամ ծաղկածավլուկը, որ արդեն սերմակալվում է։ Ինքը կառուցվածքով շատ հետաքրքիր է ու շատ սերմ է թողում իրանից։ Այս առաջի թուփը, այս էլ երկրորդ թուփը, որ այս տարածքում է։ Վերևի տարածքում էլ ունեմ ու պահելու եմ։ Արդեն տանեմ հավերիս խոտը տամ։ Այսօրվա մեջ այս երրորդ լագանն է, որ բերում եմ։ Մինը ռիգվա տվածը, որ արդեն գերել են, մինն էլ առանց ձեզ եմ հնձել բերել տվել, այս էլ երրորդն է, սիրելի հետևորդներ ջան, ահա մի բերածից, ինչ պատահեց, այս էլ տա միջին պետք է վերածեմ էլի,
Քշա, դուրս չգաք։ Այս ընթացքում նեն մի քիչ կփշեշի էլի փողը։ Ոյ։ Այսօր հատես դառնում ես էլ չգիտեմ։ Այնքան անձրև ա եկել, հավերից ոչ թե լոպով ա եկել։ Իրանք կջգեն։ Ինչ ես կղկղում։ Ես որ հավիքն ես, ծու տեսացի, թե ացել ես պրծել։ Այ, ասրա ժամանակը չկա, որ ուտի կանեմ, քանի անձրևն սկսվել չի։ Լագնամ մի քիչ էլ փորեմ։ Կեք, անուշելի ձեզ։ Գնանք տեսրել հետևորդներ ջան լագան նստի թողում եմ։ Չգիտեմ, կարտոշկեն հմի չեմ կարա գնամ հանեմ, ենքան շատ անձրև եկավ։ Պետքը չելի անտեղի գնամ ֆողը ոտկեմ, ես այդ ծխակոլոլոլիմ, են միկուրը հաստատ, աջանա, են միկուրը հաստատ ծեխա էլի, ինչև ռիգու են էլ կքաշե ֆողը ջանա, ներքև կգնա, հետո տենանք էլի աստված առաջ, կարտոշկա էլ կհանեմ։ Վերջապես հերթը հասավ, այսքան տեղը փորել եմ սիրելի հետևորդներ ջան, տեղն ինչ կլի, ըստի այդքան ցեխլող տեղ չի, ուղղակի համ քշերն էր անձրև եկել, համ էլ դե մի քիչ առաջ եկավ, ես սկսեմ, ես վերից սկսեմ, հետո փորելով դպրածես կգամ, այդ կամպայնը Էզով փորում ենք, սրանց մեկ ճումբը, այս ճումբն է, սենք շուռ ենք տալի։ Ձեռնոց էլ պետք է հատնում, որ մեն են տակրելի հանեմ։ Չեմ արել ձեռնոցնես, հա, ստիա, հավեի լավա ձեռնոցներս մի հատնել։ Որամ էլ մի պատահած, տակրին հանեմ։ Եթե թողունք միջին, էլի, պնդվիլդի հետո նոլախոտը շուտ դուս կգա ինչ-որ ցանեմ ըստի։ Երեք որ ըստի գործաներ, ասի լավ վարունգի տեղա, բայց չգիտեմ ըստի վարունգ կցանեմ, թե չէ։ Լավ որ փորեմ, արդեն կհասկանամ էլի, ինչ եմ անում, ինչ չեմ անում։ Ճմբներս այսեն շուտ տանամ, տակրեն ենել ջգեմ։ Կողքն են լցնում, Էլի կչորանա։ Մեծ քարը աչքիս։ Սա կտենանք։ Ճունգը շուր տան։ Մեծ էլ էսա։ Ձրից մի քիչ մեծ։ Բայց թե ձենը հատատ գալիս է, էլի։ Թողը թապտամ ես մլախոտերի։ Ինչքան էլ որեր էսը հնձել եմ, փոցխել եմ, բայց թե էլի կա։ Իհատ էլի պատկով ես ճունգը ջարդում եմ։ Քիչ անելի պոզա դուս եկել։ Չգիտեմ սորան ձև կգա թե չէ։ Սպորտի ձև է էլի, կրանը մենք վեր ենք գնում, ուժ ենք գործադրում։ Բայց այսքան չարչարվելու հետ էլ հետ չեմ նիհարում, որ այդքան շատ եմ ուզում։ Աչքիս
տակրիա։ Հենց էլ զգացվեր է։ Խատուտիկի տակրիա։ Տերևների ծրևում արդեն։ Տատահում է, որ մի ճումբը, որ տալիս ենք, շուր ենք տալի, մի քանի հետ կռանում վիր ենք կենում, պետքան տեղի վրա զբաղվում ենք։ Տատահում է նաև, որ ճումբը լպատ դիվրիցը թրջում է, մեր ուզած ձևով չի շուր գալի։ Աշխատելը դե հենց է, ամեն աշխատանք իր ձևն ունի։ Այս սալոդակոլի արմատները սիրել հետևորդներ ջան, ոնց ինքն է երկար ձգվում, հենց էլ իր արմատները ասենց երկար։ Այսը հնել որ ասում եմ, գործս ավելի է, հեշտանում։ Ոնց որ այդ արտահայտությունն անելով, որը բոլորիս մոտ էլ կա, չէ, որ ինչ-որ մի բան անելիս, մի բան ասվում է, մի հնչյուն ասվում է, հետո մի տեսակ դրանով մեր գործը թեթևանում է։ Ոնց որ եք ասի, հենց էլ հիմա եմ ասում, այս գործը 5 րոպեի գործ չի սիրել հետևորդներ ջան։ Ես մի փորելով ետ եմ գնում։ Մին աչ, մին ձախ, աչքի սստի վենց տակրի եմ գտել հեսա, պա։ Սա հաստատ են կապույտ քոլի տակրինա։ Իդեպ ասեմ, որ բուժիչ է, լասրա հաստությանը։ Ստի մեզ պետք չի, բայց ինչքան էլ ուզում է բուժիչ լի։ Ես դրանով չեմ զբաղվում։ Ես փորեմ որ երկու բան ցանեմ ստի։ Այն առաջին մասում այսքան չկար այդ լոբակոլի տակրին։ Այս մասերում է ոնց որ թե շատ տիլիլ, արդեն իսկ գրևում է։ Ամբոտած է երկինքը, բայց թե արևը պսպղում է էլի ամեն դեպքում, արևը տքացնում է տոթամի ձևի հմիել, ազրերի ձեդը որ արև ալում, կարելի տեղն է մի կուրնը, տոթը բրնում է, Այսել բանը եզան լեզու է, այս տարածքում շատ եզան լեզու է աճում, ես էլ է բուժիչ, բայց ես հանում եմ, հետո էլ ինքը աճում է, լիքն է, օրինակ բույսեր կան, որ ինչքան էլ իրանց հանում ենք, սենց բաղթը, մեր բաղջեքում գործանելիս, ինչքան էլ հանում ենք, այնքան արմատից մի պուճուր մնում է, դրա հիման վրա ինքը էլի աճում է, այսինքն սիրել հետևորդներ ջան, բնությունը հրաշք է, եթե ասենք բնությունը տալիս է մեզ այդքան ամեն ինչը, ու մենք ուզում ենք վերացնենք, միևնույնն է, բնությունը մեզանից ուժեղ է, ու այն ամենապուճուր մասնիկով ինքը վերարտադրվում է։
Eltim. Ատենանք, սկսել եմ, աստված առաջ, բոլորիս կործերին աստված առաջ. Քար, էլի քար, մեծ արդ է փոքրա, լպատկեսնես տիմանել, որ մի հատ տենանք ինչա. Մեծ, հեսա. Այսքան բան, ու չեր թողում, որ լապատկեն գնա. Քարերը միտեղ եմ հվաքում. Քարա էլի միտեղ պետք է կգա. Իպատ տնելիս, բան պետք է նագալի. Այս էլ երկրորդ շարքը, որ արի, սրել է հետևորդներ ջան, երկու շարք էլ անեմ, արդեն նստի, բալկոնի տրուգ են, այս երկու շարն էլ թորեմ, հետո տենանք, եղանակ ինչ կասել, ինչ չի ասել, ես տանն եմ, չգիտեմ վլոգս ավարտեմ թե ոչ, քանի որ ուզում էի ցույց տամ նաև, թե ոնց եմ բալբեն կտրում և տեղավորում սառցեխցիկում, եթե անգամ այդ պահերով չմիանամ էլ գործով տարվեմ, միևնույնն է կհասցնեմ դա էլ ցույց կտամ, պես աշխատեմ։ Աստորեն են մեզ տակրին, մենակ չեր էլի հնգերելուն էր, հեսա։ Այսենց։